Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի նախաձեռնության անդամները նոյեմբերի 22-ին հավաքվել են կառավարության շենքի դիմաց, պահանջելով իրավական լուծում տալ պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակի հետ կապված իրենց հարցերին։ Մինչ նախաձեռնության անդամները հավաքվում են, ոստիկանությունը մեծ թվով մեքենաներ ու ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ էր կենտրոնացրել կառավարության շենքի հետնամասում, իսկ ներսում ընթանում էր կառավարության հերթական նիստը։ Չէ, ես տեղյակ չեմ, եթե ինչ-որ ման եք ուզում իմանաք, ասենք մեր 02 լրատվական ծառայություն դիմեք, այնտեղ ձեր սպառիչ պատասխան կտան, չի համարեք հավաքվել։ Ինչու են ոստիկաններն այսքան շատ հարցին, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց։ Ուղղակի կանխարգելիչ աշխատանքներից ելնելով են այդքան։ Դուք մի վախեցեք, որ ոստիկանները տեսնեն, նորմալ է։ Նաև իրանք նշեցին, որ չգիտեն թե ինչ են եկել։ Դե ամեն ինչ նորմալ է, հասարակական կարգի ապահովելու խնդիր ունենք, դրա հետ մեկտեղ մենք կանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացնում։ Հայկ Ավետիսյանն ասաց, որ կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ կազմակերպվել են հանրային քննարկումներ, սակայն իրենք չգիտեն, թե ովքեր են եղել այդ քննարկումների մասնակիցները։ Կൂട്ടակային կենսաթոշակների պարտադիր օրենքը վատացնում է մարդկանց ներկա սոցիալական իրավիճակը, քանի որ մարդկանց աշխատավարձերը պակասում են։ Մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց անհրաժեշտ ծախսերը, դա լինի թե հագուստի, թե սնունդի, թե կոմունալ ծախսերի, քանի որ Հայաստանում աշխատավարձերը ցածր են։ Երկրորդ, մարդիկ այստեղ չունեն վստահություն, որ փողերը, որ հետո պիտի գան թոշակի տեսքով, կգան, քանի որ մեր երկիրը անցել է շատ տարբեր ծանր ճանապարհներով։ Մարդիկ կորցրել են ԽՍՀՄ-ից հետո իրենց փողերը։ Մարդիկ տեսել են, թե այլ երկրներում ուսումնասիրել են եւ շատ լավ գիտեն։ Ողջ հանրությունը կարծում եմ հիմա արդեն հետաքրքրված է այդ հարցով եւ մարդիկ ամբողջ օրը դրանց կարդում են, թե ոնց են դրանք ուսումնասիրվել եւ ընդունվել։ Բոլոր այն երկրներում, որտեղ դրանք օգտագործվել եւ իրենց արդարացրել են, եղել են Հայաստանից շատ ավելի շատ զարգացած երկրներ։ Մեր երկրում այդ օրենքը չի աշխատի։ Մեր երկրում այս օրենքը կբերի ծայրահեղ վատ հետևանքների։ Դրա պատճառով մենք բոլորս իրար հետ կողք կողքի դուրս ենք եկել, որ կառավարությանը ուղիղ խոսք ասենք, ետ կանչել օրենքը։ Մենք դեմ ենք պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակների։ Նախաձեռնության անդամները կառավարությանը կոչ արեցին կիրառել միայն կամավոր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգը եւ ներդրումներն ուղղել այդ համակարգի զարգացմանն ու մասսայականացմանը։ Իրավաբան Մերի Խաչատրյանը ներկայացրեց պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի հակասահմանադրական կողմերը։ Նախաձեռնության անոնից դիմել ենք մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի օգտվի իր անմիջական սահմանադրական դատարան դիմելու իրավունքից եւ դիմի սահմանադրական դատարան տվյալ օրենքը հակասահմանադրական ճանաչելով։ Իհարկե բազմաթիվ կետեր կան, որոնք նաեւ հակասահմանադրական են, դրանք ամբողջական են ներկայացվելու, բայց այնուամենայնիվ այդ սեփականության իրավունքի սահմանափակումը հակասահմանադրական է օրենքով եւ մենք պետք է մինչև վերջ պայքարենք։ Ես համոզված եմ, որ սահմանադրական դատարանը քննարկման առարկա դարձնելով ամբողջովին օրենքը ճանաչելու է հակասահմանադրական, այլ ոչ միայն պարտադիր բաղադրիչի մասը։ Պատասխան։ Կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հերքեց օրենքի հակասահմանադրական լինելը։ Այսօր հնչեցվել է բանավոր բազում հարցեր։ Այդ հարցերը ձեզնից պահանջում ենք այսքան բոլոր հավաքված մարդիկ եւ մնացած այն մարդիկ, ովքեր սպասում են կառավարության պատասխանին, բարձրաձայն պատասխան եւ հիմնավորում։ Ձեր բոլոր բանավոր հնչեցված հարցերին բազմաթիվ անգամ հեռուստատեսությամբ տրվել են պարզաբանումներ, տարբեր մակարդակներ։ Պարզաբանեք նաեւ այսօր։ Դամար գրավոր կտակ ես պատրաստ եմ հիմա ոտում ես պատրաստ եմ դետոքս արգելից գրավոր ունեք թե ոչ գրավոր փաստաթուղթ ունեք հիմա ներկայացնելու գրավոր բազմաթիվ անգամ ներկայացնի այս պահին ունեք քանի անգամ ենք մենք գրավոր փաստաթուղթներ ներկայացրել գրավոր ներկայացնեք Մեր կոչը կառավարությանը։ Մենք տարբեր լրատվամիջոցների միջոցով լսում ենք այն հարցերը, որ դուք պարզաբանում եք։
Այդ նույն հարցերը մենք ունենք ձեզ տալու եւ ունենք նաեւ հակապ հաստատներ ձեզ հետ ասելու։ Դրանք բանավեճերի այո ֆորմատով։ Մենք ձեզ հրավիրում ենք քննարկման, որովհետեւ լրագրողներին պատասխանում եք, բայց մենք էլ ավելին ունենք ավելացնելու այդ պատասխաններին, որովհետեւ դրանք հետ համաձայն չենք։ Գրավոր ներկայացրել եք, ձեզ գրավոր հրավերի գրավոր առաջարկը։ Ես պաշտոնապես ձեզանից ընդունեցի պաշտոնապես։ Բոլորը պահանջում են դե ինչ է իրենից ներկայացնում պարտադիր կուտակայի կենսաթոշակը։ Այսինքն փուչիկ, որի մեջ լցված է միայն օդ։ Այո։ Ակցիայի մասնակիցները պահանջում են համապատասխան պաշտոնյաներին իջնել իրենց մոտ եւ քննարկել անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբ ստեղծել։ Սակայն պաշտոնյաները վաղուց արդեն հետնամուտքից լքել էին կառավարության շենքը։ Քանի որ մենք դիմեցինք բոլոր հնարավոր կառույցներին, կառավարությանը, ազգային ժողովին, հետագա քայլը նամակն է Սերժ Սարգսյանին եւ ակնկալվում է օրենքի քննարկում։ Այսինքն հետագա սպասելիքները կառուցվում են օրենքի հետաձգման վրա։ Նախաձեռնության անդամները բոլորին հրավիրեցին շաբաթ օրը նոյեմբերի 23-ին Մաշտոցի պուրակում կայանալիք հանրային քննարկմանը։